Ընդդիմադիր 4 խմբակցություններն այսօր դեմ քվեարկեցին 2013-ի բյուջեին, որն ընդունվեց կողմ ձայների մեծամասնությամբ։ Ժառանգությունը օրինակ դեմ էր, որովհետև կառավարությունը փող չուներ գիտության ֆինանսավորման եւ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար։ Այն դեպքում, որ միայն այս մի փոքրիկ ոլորտում դեղերի 1.5 միլիարդ ուրեմն դրամի յուրացում է եղել պետական բյուջեից։ Ժառանգությունը 75 առաջարկություն է ներկայացրել բյուջեի ընդունմանը կողմ քվեարկելու համար, գրեթե բոլոր առաջարկությունները կառավարությունը մերժել է, Դաշնակցության հետ էլ է կառավարությունը նույն կերպ վարվել, ըստ Արծվիկ Մինասյանի առանց հիմնավորման, ուստի դեմ են քվեարկել։ Ասում են մենք ընդունում ենք գործսպերային տնտեսություն կա, բայց չենք կարող պայքարել դրա դեմ ձեր առաջարկած ծավալներով։ Դաշնակցությունն առաջարկում էր 50 միլիարդ դրամ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների բնակեցման խնդրին, կառավարությունն ընդունել է, որ չի կարող այդպիսի հարց լուծել։ Այսինքն ասացին, որ իրանք ի վիճակի չեն հավաքագրել եւս 50 միլիարդ դրամ։ Հրանտ Բագրատյանն ասում է, թե որտեղից կառավարությունը կարող է գտնել ընդդիմության առաջարկների համար չբավարարող գումարը։ Օրինակ մենք առաջարկել ենք պրոգրեսիվ եկամուտարկ, որը փող կբերի։ Կամ նույնիսկ եղած բյուջեի սահմանում ասել ենք հերիք է, օրինակ կառուցեք կենտրոնական բանկի համար շենքեր։ Կառավարությունը մերժել է նաև ՀԱԿ-ի առաջարկները, ասել են դրանք ապագայում լուծվելիք բաներ են, հետևաբար ըստ Հրանտ Բագրատյանի իրենք դեմ են քվեարկել, որովհետև այս բյուջեն կավելացնի կոռուպցիան եւ աղքատությունը։ Մայր Արշակյանով, Սեփ Հովսեփյան, IPV